Enver եւ Թալյաթը առանձին այսպես ասած զինամթերք ձեռք բերելու համար, թուրքական բանակը ընդհանրենք համալրելու համար, իրենք մոտավորապես 5 միլիոն թուրքական ոսկի տեղաբաշխել են գերմանական բանկում։ Դա մոտավորապես գալիս էր փաստորեն այդ 78 միլիոն ֆրանսիական ֆրանկի կարգի էր։ Ուրեմն գերմանական, թուրքական այդ դաշինքի պարտությունից հետո դաշնակիցները Անգլիան եւ Ֆրանսիան հստակ երբ որ հասկացան, որ Ռեյխսբանկում կան այդ գումարները, ընդ որում գումարները եղել են ոսկի դրամների տեսքով։ Ոսկի դրամների այդ քանակը տեղափոխել են, նրանք հասկացան, որ ինչ ունեն, ինչ հնարավորություն ունեն Հայաստանին տան դա, թե գողանան։ Բնականաբար եւ բրիտանացիները, եւ ֆրանսիացիները, այսպես անտերգույքի գողանալու համար պատրաստ կանգնած են։ Իրենց իբր թե ռեպարացիաների, իրենց դաշնակիցների, իրենց ընդհանրենք զինվորական ծախսերի այս փոխհատուցման համար այս գումարը գերմանական Ռեյխսբանկից վերցրել են։ Հիմա մեկ ինչ պետք է անենք։ Վերցրել են, չէ՞, բայց փաստը կա։ Ռեյխսբանկը թող չտար։ Ռեյխսբանկը թող չտար։ Այդ առաջին։ Հիմա շատերը կարող են մտածել, որ դա Ռեյխսբանկի հետ ինչ գործ ունեք 100 տարի անցել է բան էս կոմեկով։ Չէ։ Այդ նույն Ռեյխսբանկը, չէ, հрьяաների Ռեյխսբանկը ունեցած բոլոր ավանդները միջև հիմա կոմպենսացնում է։